Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողներին հայտնել է, որ երկրի նախագահի հրամանագրով նախատեսվել է անձնակազմին ամբողջությամբ դուրս բերել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զորամասերը մարտական պատրաստության բերելու և պահեստազորի զորահավաք սկսելու մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, այս քայլի նպատակն է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի զարգացման և ապահովել արագ արձագանք։ Սա տեղի է ունեցել Նախիջևանի օդակայանի և Բաքու-Թբիլիսիի Ջեյհան նավթամուղի վրա հրթիռի ընկնելուց հետո, թեև Իրանը հերքել էր, որ ինքն է հրթիռակոծել, շեշտելով, որ իրենք հարևան երկրները չեն թիրախավորում։ Իրանի Մահաբադ քաղաքում իրականացված ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով վնասվել է Կարմիր մահիկի շենքը, վիրավորվել է կազմակերպության մեկ աշխատակից։ Հակամարտության սրմանը զուգահեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ից ստացել է Մերձավոր Արևելքում շահեդ տեսակի ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար հատուկ աջակցություն տրամադրելու վերաբերյալ դիմում։ Նա արդեն հանձնարարել է տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի տեսանյութն է հրապարակել, որում պատմում են Նախիջևանի վրա իբր իրանական անօդաչուների գրոհի մասին։ Դեսպանատունը ուշադրություն է հրավիրել անօդաչու թռչող սարքի բեկորի վրա գրված ադրբեջաներեն գրությանը, որը թարգմանաբար նշանակում է արտադրական միավորում։ Ի վերջո Բաքուն ինչի է ձգտում։ Իր հրապարակման մեջ հարց է հնչեցրել իրանական կողմը, փաստացի մատնանշելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության կեղծ լինելը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերության լրագրողները Թեհրանում հայտնվել են հրթիռակոծությունների տակ։ Հարվածի պահը ֆիքսվել է ուղիղ եթերում։ Լրագրողներին այնուամենայնիվ հաջողվել է անվնաս տարհանվել։ Լիբանանում երկուշաբթի օրվանից իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 123 մարդ, վիրավորվել 683-ը։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Բեյրութի Դահիե թաղամասի Հեզբոլահի դիրքերին։ Իրանական Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ այս շաբաթվա ընթացքում իրանական 2600 հրթիռներով թիրախավորվել է ամերիկյան և իսրայելական օբյեկտները։ Նրա խոսքով թիրախավորվել են Քուվեյթում և Էրբիլում տեղակայված ԱՄՆ ուժերը, Աբրահամ Լինկոլն ավիակիրը։ Իրանի Կարմիր մահիկի տվյալով ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 1332-ի։ Հատկապես ծանր վիճակ է ստեղծվել իրանական Մահաբադ քաղաքում, որտեղ ավիահարվածներին հաջորդած հզոր պայթյունները զգալի վնասներ են հասցրել բնակելի տարբեր շրջաններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը փորձում է կապվել Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու առաջարկով։ Նրանք զանգում ու հարցնում են, ինչպես գործարք կնքենք։ Ես պատասխանեցի, որ նրանք մի փոքր ուշացել են։ Թրամփը բարձր է գնահատել ամերիկյան ուժերի գործողությունները, շեշտելով, որ իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը ոչնչացվում են, իսկ նավատորմն այլևս գոյություն չունի։ Ըստ նրա, ընդամենը 3 օրում խորտակվել է իրանական 24 նավ։ Թրամփը կոչ է արել ամբողջ աշխարհում գտնվող իրանցի դիվանագետներին քաղաքական ապաստան խնդրել և աջակցել այսպես կոչված նոր ու ավելի լավ Իրանի ստեղծմանը։ Իրանական Ֆարս գործակալության տվյալով երկիրը պատրաստվում է նոր էսկալացիայի։ Թեհրանը մտադիր է պատասխան հարվածների ժամանակ կիրառել նորագույն բալիստիկ հրթիռներ։ 15 գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը հարվածել են Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվող ահաբեկչական կենտրոններին։ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Իրանից հետո Միացյալ Նահանգների հաջորդ թիրախը լինելու է Կուբան։
Կատակելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բացակայության շուրջ, նա նշել է, որ Մարկոն այժմ զբաղված է կարևոր գործով, բայց հաջորդը հենց Կուբայի հերթն է։ Secretary of State, I'm telling you, he's going to go down. Նա ասել է, եկեք նախ Իրանի հարցը ավարտենք։ Մենք կարող ենք բոլորին միաժամանակ հարվածել, բայց պատմությունը ցույց է տալիս, որ եթե ամեն ինչ չափազանց արագ ես անում, վատ բաներ են պատահում։ Թրամփը վստահություն է հայտնել, որ մարդկանց վերադարձը Կուբա ընդհանրապես ժամանակի հարց է։ Եվրոպական հանձնաժողովը մարտի 6-ից պաշտոնապես կասեցրել է առանց վիզայի մուտքի հնարավորությունը Վրաստանի դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար, սակայն սա չի վերաբերվում շարքային քաղաքացիներին։ Բրյուսելն այս քայլին է դիմել ի պատասխան Վրաստանի իշխանությունների ժողովրդավարական արժեքների խախտումների եւ ցուցարարների ու անկախ լրատվամիջոցների դեմ իրականացվող բռնաճնշումների։ Սահմանափակումն ուժի մեջ է լինելու 12 ամիս, մինչև 2027 թվականի մարտի 6-ը։ Այսուհետև վրացի պաշտոնյաներն ու դիվանագետները Շենգենյան գոտի մուտք գործելու համար պարտավոր են վիզա ստանալ, անցնելով մանրակրկիտ ստուգումներ եւ հարցազրույցներ։ Եվրամիության սահմանապահներին հրահանգվել է խստացնել հսկողությունը, բացառելու համար պաշտոնյաների փորձերը սահմանը հատել սովորական անձնագրերով։ Եթե իրավիճակը երկրում չբարելավի, Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է, որ սահմանափակումը կարող է երկարաձգվել կամ հետագայում վերաբերվել նաեւ Վրաստանի բոլոր քաղաքացիներին։ Միության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը շեշտել է, որ սա ուղղակի իշխանությունների գործողությունների հետևանքն է, սակայն Եվրոպան շարունակում է սատարել Վրաստանի ժողովրդին։ Վրացական իշխող, վրացական երազանք կուսակցությունը որոշումն անվանել է շանտաժ, պնդելով, որ իրենց պատժում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու եւ երկրում երկրորդ ճակատ չբացելու համար։ Ավելի վաղ Վրաստանը սառեցրել էր Եվրամիությանն անդամակցության գործընթացը եւ դադարեցրել ֆինանսական աջակցությունը։ Այսօր Արաբկիրում օրը ցերեկով կրակոցներ արձակածին վնասազերծել են իրավապահները։ Կրակոցներից 1 մարդ վիրավորվել է։ Զինված միջադեպից ժամեր հետո ոստիկանության հատուկ ուժերը գնացել են այն բնակարան, որտեղ թաքնվելիս է եղել կրակոցներ արձակած կասկածյալը։ Նրան ձերբակալել են, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։ Հայաստանի գյուղատնտեսությունը վերջին 8 տարիներին 10%-ով անկում է ապրել, իսկ ոլորտի բյուջետային ծախսերը շարունակում են կրճատվել։ Այս մտահոգիչ վիճակագրությունը այսօր Արարատի մարզի ջերմոցներից մեկում ներկայացրել է ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ըստ նրա, գյուղացին այսօր մենակ է մնացել իր բերքի ու վարկերի հետ։ Որպես լուծում, կուսակցությունը առաջարկում է տնտեսական 5 քայլերից 4-րդը՝ մթերման կայանների համակարգի ստեղծումը։ Մեր տնտեսական 5 քայլերից 4-րդը մթերման կայաններ Հայաստանով մեկ, որը կօգնի հայկական գյուղմթերքը եւ հայ գյուղացուն իր ապրանքը, իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել իր տնից հեռու չգնալով, որովհետեւ մեր երկրի հիմնական խնդիրներից մեկը, որ մեր գյուղացիները ունենում են խնդիր սեզոնի կես իրենց ապրանքը վաճառելու հետ։ Հայաստանի գյուղացին ապրանք արտադրելով չի կարողանում արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Այդ մթերման կայանը կլինի այդ միջնորդը, որը կգնի, կպահեստավորի մթերքը եւ հետագայում կվերավաճառի կամ կարտանի դուրս կամ կվաճառի հայկական շուկայում։ Սա ինչպես վերաբերվում է բանջարեղենին, վերաբերվում է նաեւ մրգերին, վերաբերվում է նաև մսամթերքին։ Ծրագրի համաձայն Հայաստանի յուրաքանչյուր շրջան պետք է ունենա առնվազն 2-3 կայան։ Ըստ Կարապետյանի, սա կստեղծի մրցակցություն, ինչի արդյունքում կբարձրանա մթերման գինը ու գյուղացին հենց տարվա սկզբից կիմանա իր շահույթի չափը։ Բացի մթերումից ռազմավարական առաջնահերթությունների թվում են նաև ռոռոկման համակարգի բարելավումը, տեխնիկայի պարկերի ստեղծումը եւ վարկային բեռի թեթևացումը։ Մթերման կայանները, ըստ Կարապետյանի, կարող են հանդես գալ որպես երաշխավոր բանկերի համար, նվազեցնելով վարկերի տոկոսադրույքները։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը վստահեցնում է, գյուղատնտեսությունը կարող է եւ պետք է լինի շահութաբեր։ 3 խնդիր ունի գյուղատնտեսությունը, բացի մթերումից։ Մթերումը ամենամեծ խնդիրն է, քանի որ մթերումը ապահովում է գյուղացու արտադրանքի եւ վերջնական վաճառքի միջև այդ միջանկյալ կապը, որը մենք պետք է ստեղծենք։ Դրանից հետո մենք պետք է զբաղվենք մի քանի հարցով։ Ինչպես ասեցի, երկրորդ հարցը վարկերն է։ Ինչ անում մթերման կայանը։ Մթերման կայանը տալիս է տարվա սկզբին օրինակ սիլիտրա կամ այլ տեսակի պարտանյութեր, որպեսզի մարդը վարկ չվերցնի, որպեսզի պարտանյութ ունենա։ Ապահովում է կայունություն նաև գյուղացու համար, որ դու այս գնով կարող ես վաճառել։
դա վարկունակության վրա բավական ազդեցություն է թողում։ Բանկերը ավելի քիչ տոկոսով կկարողանան ֆինանսավորեն, այն պատճառով, որ իրենց համար դա կլինի կայուն ու բնականից կանխատեսելի գործընկեր։ Գործընկերը կիմանանք, թե բերքը ինչքանով է։ Բանկային համակարգին ծանոթ լինելով ամենակարևոր բանը բանկերի համար կայունությունն է, կանխատեսելիությունն է։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ գյուղացու համար գինը տարվա սկզբից պարզ լինի, գյուղատնտեսական վարկերի տոկոսների վերանայման հնարավորություն կունենանք։